Դիգիմիլացիան խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին դատախազ, ես խոստացել եմ, որ կարճ կլինեմ, բայց չեմ նոր հարցերի քանակը տեսա, պատկերացրեցի, որ այդքան էլ չէ։ Առաջի հարցից վերաբերվում է, ինչպես պարոն Մինասյանը շեշտեց, զեկույցների տարբերությանը, բայց քանի որ առաջի տարին է, որ քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն զեկույց է ներկայացնում ազգային ժողովում, իսկ կարծում եմ, որ մեկ ընդհանուր մարմին պետք է լինի, որպեսզի կարողանա հանրությանը հարամատչելի ձևով ներկայացնի հանցագործների թվի աճը, հանցագործների ցուցանիշները տարբեր հոդվածներով, ինչպիսի տեսակի հանցագործություններ ունենք եւ ամենակարևորը, որը հանրությանը հետաքրքիր է։ Դուք այն մարմիններն եք, որոնք որ նախաքննությունն եք անում, դատաքննության փուլում եք ներկա գտնվում։ Իհարկե մենք հնարավորություն ունենք լսել վերջին ատյանին, դատարաններին, բայց ես կարծում եմ, որ դատախազության զեկույցի մեջ, ինչպես օրինակ արդարացումների տոկոսային ցուցանիշ կար, մենք կարող ենք ընդհանուր գործերի քանակով հասկանալ, օրինակ, այս հանցագործությունների տեսակով դատարան է գնացել այսքան մեղադրական եզրակացությամբ գործ, արդարացվել է այսքանը, դատապարտվել են այսքանը, այսինչ տեսակի պատիժներ են կրել, օրինակ, որտեղ շատերը ասում են ինչի կալանավորված չեն, ասում ենք Ժորժան դատաքննության փուլում է, այդ մարդիկ ազատության մեջ են, կալանքը խափանման միջոց է ընդամենը, բայց այդ ժողովրդին այդքան էլ հետաքրքիր չի։ Ես կարծում եմ, որ այդ 3 մարմինների ընդհանրական վիճակագրությունը դատախազությունը կարող է մեզ ներկայացնել, որտեղ նայել եմ զեկույցը, բայց հենց այդ արդեն դատարանում ինչ իրավիճակ կա գործի հետ կապված, այդքան էլ պարզ չի լինում։ Դուք իհարկե դրա իրավասությունը այսպես ասած չունեք, բայց քանի որ դուք դատարանում ներկա գտնվող մարմին եք, դուք կարող եք այդ ներկայությունը, այդ վիճակագրությունը տալ։ Ներողություն գովս տալն է, որ ճիշտ եք հասկացել։ Դուք արդարացումների բացվածքն եք ուզում, այսինքն արդարացումների բացվածք չէ մենակ, ասենք օրինակ արդարացումներից բացի կան մեղադրական վճիռներ, բայց օրինակ վաղամության ժամկետով մարդը պատիժ չի կրում։ Նման բացվածք է հետաքրքիր, որպեսզի հասկանանք օրինակ գործերի, օրինակ կոռուպցիոն հանցագործությունների թվով այսքանը գնացել է դատարան, այսքանը ստացել է մեղադրական եզրակացություն, այսքանը միջդատական փուլում հաշտության պայմանագիր են կնքել եւ այլն եւ այլն։ Երկրորդը հենց այդ զեկույցների տարբերությունն է, ես քննչական կոմիտեի ղեկավարին հարց ուղղեցի, ինքը տարբեր վարչություններով էր առանձնացրել ու ամեն վարչության տիրույթում առանձնացրել էր պետությանը պատճառված վնասը, համայնքին պատճառված վնասը ու թվային տարբերությունը մեծ է պետության քննչական մարմինը պետությանը պատճառված վնասը ինչքան է փոխհատուցել ու դատախազությունը ինչքան է փոխհատուցել։ Ես այդտեղ էլի խնդրեմ, որ մեկ մարմին ամբողջականը ներկայացնի, ոչ թե օրինակ կոռուպցիոն հանցագործություններով այսքան, պետական համայնքային շահերին վերաբերվող գործերով այսքան, մենք ընդհանուր թիվ ունենք 24 թվականին պետությանը եւ համայնքներին վերադարձված ինչքան գումար է մուտք գործել պետական բյուջե օրինակ։ Երրորդը ես կցանկանայի նաև այս զեկույցի մեջ տեսնել վերլուծական տվյալներ ավելի շատ, սրանք վիճակագրություններ են, որոնք որ մենք ինքներս կարող ենք վերլուծել, բայց օրինակ արդյոք թմրամիջոցների աճը ամեն տարի քննարկում ենք թմրամիջոցների շրջանառության աճը ինչի հետ է կապված, ասում ենք լատենտայնության կամ հանցագործությունների տեխնոլոգիաների օգտագործման հանցագործությունների իրականացման մասով, այս մասով գոնե ինչ-որ պատկերացումներ ունենք, բայց դուք շեշտեցիք 89% թրաֆիքինգի աճ։ Սա արդյոք կապված է միգրանտների հետ։ Ինչպիսի վերլուծություն ունի դատախազությունը եւ այս մասով նաեւ երրորդը հրազենի օգտագործման հանցագործությունների աճ ունենք, սպանությունների աճ ունենք եւ նաեւ լրատվամիջոցները գրեթե շաբաթը մեկ անդադ հայտնում են նմանատիպ լուրի մասին։ Ես սրա մասով արդյոք վերլուծական տվյալ կա թե ինչի է օրինակ հանցագործությունների նման մեթոդիկան աճել։ Չորրորդ հարցը ապօրինի գույքին է վերաբերվում, բայց միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի առումով նշված է զեկույցում մանրամասն ինչպիսի աշխատանք է կատարվել, բայց արդյոք ունենք արդեն համագործակցություն գույքը հետ վերադարձնելու մասով, որտեղ գիտենք կամ ակտիվները էական չի, որտեղ գիտենք, որ նաև
կապիտալը դուրս է հանվում Հայաստանի Հանրապետությունից եւ պետք է հասկանանք այդ մասով ինչ տվյալներ ունենք։ Եվ վերջին հարցս կիբեր հանցագործների մասով վերջերս ձեր մոտ էլ բավականին շատ ցույցեր եղան, հասարակության մեծ թվար զանգված ենթարկվել է ֆիշինգի, որը իրենից ենթադրում է տեխնոլոգիաների միջոցով կամ չգիտեմ արհեստական բանականության միջոցով մարդկանցից գումարների հափշտակում, արդյոք ունենք ոչ թե բացահայտելիությունը տեսել եմ զեկուցում, արդյոք ունենք ստորաբաժանումների, հատուկ ստորաբաժանումների վերապատրաստման կամ այլ գործիքակազմերի ներգրավում դատախազություն, որպեսզի այս հանցագործները ավելի հեշտ բացահայտվեն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին Մինասյան։ Ես հերթով անդրադառնամ ձեր բարձրացրած հարցերին, եթե ինչ-որ մի բան կվրիպեմ, խնդրում եմ ինձ հուշեք, որովհետև ոչ բոլորը հասցրեցի գրել։ Ես հետևյալը հասկացա ձեր առաջարկից հաջորդ հաղորդման մեջ, օրինակ մենք ամեն տարի, եթե համադրեք մեր հաղորդումները, կտեսնեք, որ ձեր դիտարկումները հաղորդման մեջ կան։ Այսինքն մենք հնարավորինս փոխում ենք հաղորդման եւ շարադրանքը եւ բովանդակությունը։ Ես ձեր ասածից հասկացա, որ օրինակ մենք երկրորդ եւ երրորդ բաժիններում միտեղ նախաքննության նկատմամբ հսկողություն, միտեղ մեղադրանքի պաշտպանություն, ձեր ասածը ունենք գրած, բայց ես ենթադրեցի, որ դա ցրված է գրած, այսինքն ձեզ մի հատ ամփոփ տեղեկատվություն ա պետք, դա ընդունվեց իգիտություն, մենք ինձ մոտ արդեն նշեցի սխեմատիկ կտանք այդ տեղեկատվությունը, օրինակ նույն բանը այս տարի արել էինք պետությանը վերադարձված գույքերի, դրամական միջոցների մասով եւ ամբողջական տվյալը երևի զեկույցի ներկայացման ժամանակ այստեղ չէ, հիմա նորից այդ թիվը կկարդամ, մենք ունենք ամբողջական թիվ եւ ամբողջական թիվը ունենալու համար մենք նաև ինստիտուցիոնալ հենք ենք ստեղծել, մենք վերականգնված միջոցների միասնական հաշիվ ունենք, որը դեկտեմբերից գործում է, այո, օրենք չի, կառավարության որոշում է։ Մենք օրենքով Դուք օրենքի մեջ քրեական դատավարության օրենսգրքի մեջ մեզ լիազորող նորմ տվեցիք, որպեսզի մենք դրա հիման վրա կարողանանք կառավարության որոշումը ներկայացնել եւ դեկտեմբերի 5-ին է ընդունվել կառավարության որոշումը, կիսամյակով մենք արդեն կներկայացնենք այդ թիվը, մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք եւ թվի մեջ չեն ներառված միայն հարկ վճարողների միասնական հաշվին ներառվող գումարները, որոնք կապված են հարկային պարտավորությունների չկատարման հետ։ Մենք այս տարանջատումը հատուկ ենք արել, որպեսզի երևա թե հենց հանցավոր վարկագծի արդյունքում որքան վնաս է պատճառվում եւ որքան պատճառված գույքային վնաս է վերականգնվում։ Իսկ հարկային հանցագործությունների մասով դա առանձին գնում է երկրի ֆիսկալ քաղաքականության մոնիթորինգի հաշիվների մեջ։ Այսինքն ձեր ասածը, որ մեկ միասնական թիվ լինի, հեսա տարվա մեջ երկու անգամ կտեսնեք, մենք համ արգելադրված գույքերը կհրապարակենք, համ վերականգնված միջոցներին ինչքան գումար կա։ Այո, բոլոր։ Չէ, դա համադրություն չի, որովհետև տեսեք, եթե մենք մինչև այս անում էինք ոչ ինքնաշխատ, հա, ամեն մեկը հաշվում էր եւ այդ թվերը վերջում գումարում էին իրար եւ հաշվարկի մեթոդաբանությունը նույնը չէր, մենք ունենում էինք տարբեր թվեր։ Այս տարի մենք կոնսոլիդացված մեկ թիվ ենք տվել եւ գրավոր ենք ուզել բոլոր քննչական մարմիններից, դա բանավոր քննարկել եմ իմ գոլեգաների հետ, այս աշխատանքային ձևաչափով կշտկենք, այսինքն տվյալները, որոնք իրենք տրամադրում են դատախազությանը, քանի որ մենք էլ տրամադրում ենք արդեն մյուս բոլոր մարմիններին, պետք է լինեն միասնական։ Բացի այդ մենք կհամադրենք վերականգնված միջոցների միասնական հաշվին, որպեսզի տեսնենք իրականում քննչական մարմինների տված թվերը եւ փաստացի պետությանը վերականգնված թվերը համապատասխանում են, թե չէ։ Չի կարող լինել մի վերականգնում, որը չգնա այդ հաշվեհամարի վրա, Տիկին Մինասյան։ Ուրեմն դա վերականգնում չի։ Եվ այս պարագայում, քանի որ խաղի կանոնները արդեն բոլորին հստակ են, այդ թիվը պետք է լինի միասնական, հաշվարկի մեխանիզմն էլ լինի միասնական, թե չէ ամեն մեկը իր ձևաչափով է հաշվում։ Օրինակ, կիսամյակով հաշվում է մի ձևով, տարեկան հաշվում է մի ձևով, կամ ենթադրենք նախորդ տարվա քրեական վարույթից ինչ որ մի մասը վերականգնվել է նախորդ տարի, ինչ որ մի մասը հիմա ինքը բերում է հիմա։ Օրինակ մենք այդպես չենք հաշվում։ Եթե ենթադրենք ամբողջ գումարը փոխանցվել է 2023 թվականին, վերջ, դա 2023 թվի վերականգնում է։ Դրանից ոչ մի կտոր էլ 2024-ի մեջ մենք չենք ներառում։ Դա կառավարության որոշմամբ էլ է սահմանված։ Մի մարմին, դա դատախազությունն է, որը տալիս է եւ համադրում է ինչպես քննչական մարմիններից ստացած տվյալները, դատարաններից ստացած տվյալները, մի մոռացեք հայցեր ունենք։ ԴՀԿ-ից ստացած տվյալները, այդ թվում վերականգնված միջոցների միասնական հաշվին առկա գումարները, որպեսզի մի թիվ լինի։ Հիմա այս թիվը
կբարձրաձայնեմ, որտեղ ձեր հաջորդ հարցը դրան էր վերաբերում։ Այսինքն այս երկրորդ եւ երրորդ բաժիններում մենք հաջորդ տարվա համար ձեր ասած ավելի մի քիչ սխեմատիկ պատկեր կունենանք, որ ձեզ համար ավելի հեշտ լինի նաեւ պատկերացնել այդ առած աշխատանքը, թե չէ վերլուծական մասը ավելի շատ կար, քան նախորդ տարիներին էր, բայց մենք թվերն էլ էինք շատացրել, որովհետեւ նախորդ տարին զանթադ հարցադրումներ կար, այն չի հիման վրա եք այս եզրահանգումը անում, իսկ ավելի լավ փաստարկ, քան նախորդ 3 կամ 10 տարիների վերլուծությունն է, դժվար է բերել։ Եթե ուշադրություն դարձնեք, մենք նախորդ տարիներին 5 տարվա կտրվածքով էինք ուսումնասիրում 3 տարվա, հիմա ստանդարտ 10 տարվա։ 2014-24, որպեսզի նաև դինամիկայի շարժը քիչ թե շատ տեսանելի լինի։ Նույն հրազեններն էլ կա, եթե ժամանակ ունենաք, կխնդրեմ նայեք։ Ուրեմն 2024 թվականի ընթացքում ընդհանուր վերականգնումները Տիկին Մինասյան խոսքը 2024 թվականի մասին է եւ այստեղ ուղղություններն էլ նշեմ։ Ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներ, ներողություն, հա, նախաքննության փուլն է, դատարաններում ավարտված քրեական գործեր, պետական եւ համայնքային հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, եթե մենք չապահովենք ջենտլմենյան համաձայնությունը եւ չապահովենք աղմուկի ընդունելի որակ նիստի ընթացքում, ես պետք է խնդրեմ ձեզ, որպեսզի դուք նիստին հետևեք դրսից, որովհետեւ այնտեղ էլ հեռարձակում կա եւ լսելի եւ հասկանալի ինձ թվում է դա կլինի արդար, բայց եկեք չխախտենք, հա, մեր պայմանավորվածությունը ջենտլմենյան եւ ապահովենք աղմուկի ընդունելի որակ նիստի ժամանակ, որը չի խոչընդոտում նիստի անցկացմանը։ Խնդրեմ Տիկին գլխավոր դատախազ։ Ուրեմն ուղղությունները Տիկին Մինասյան, ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով, սա նախաքննության փուլն է, նախաքննությունում կարող է վարույթը կարճվել, օրինակ վաղեմության հիմքով։ Դատարաններում ավարտված քրեական գործեր, պետական համայնքային շահերի պաշտպանություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր ու հաշտություններ եւ զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներ, այս բոլոր ուղղություններով 24 թվականին Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին է վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ամերիկյան դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց։ Սա կոնսոլիդացված թիվն է։ Այո, կադաստրայինին ես նիստի ընթացքում սկզբում ասացի, որ մենք այս շուկայական արժեքները չենք գնահատում, գնահատում ենք շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները մի քանի անգամ ավել են իրական շուկայական արժեքները։ Եվ այս կոնսոլիդացված թվերը ամեն կիսամյակ դատախազությունը ներկայացնելու է։ Կառավարության որոշմամբ մենք ենք անմարմինը, որը այս տվյալները պիտի տա։ Նույնը վերաբերում է նաև արգելադրված գույքերին։ Ինչ վերաբերում է միջազգային մեր համագործակցության, շատ լավ, դրա մասով մենք արել ենք վերլուծական մաս, բայց ինձ թվում է երևի ձեզ համար բավարար չի եղել, կփորձենք մի փոքր ավելի կա մեջը։ Ես խնդրեմ ուղղակի կոնկրետ էջերով բացեք, մեջը կա վերլուծած։ Նույն ընտանեկան բռնության թվերի աճի հետ կա, որ լատենտայնությունից դուրս է եկել, մաքսանենգության, թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված եւ վերլուծած կա եւ ես նոր պարոն Մինասյանի հարցին պատասխանելիս ասացի, որ էլի ուշադրությունը կենտրոնացել է Հայաստան մտնող թմրամիջոցների բացահայտման եւ առգրավման վրա, դրա համար մաքսանենգությունների թվերը ավելացել է։ Զենքի մասով մեջը կա էլի վերլուծած եւ ըստ տարեթվերի կա 2014-2024։ Խնդրում եմ նայեք, եթե ձեզ չի բավարարի, մենք ավելի մանրամասն հաջորդ թիվ կանդրադառնանք։ Այս տարի փորձել ենք այդ ծնող պատճառներին անդրադառնալ նաև ինչու, որովհետև գիտեք տարբեր ուղղություններով կառավարությունը ունի ռազմավարություններ եւ այդ ռազմավարությունների առաջնահերթությունները մտքում ունենալով մենք հաղորդումներն ենք վերաձևակերպում, հա, այսինքն թե ինչ նույն քրեական քաղաքականության հետ կապված առաջնահերթությունները, թմրամիջոցների, ապօրինի շրջանառության կանխարգելման հետ կապված եւ այլն։ Խնդրում եմ նայեք, եթե ձեզ բավարար չի լինի, մենք ավելի մանրամասն արդեն հաջորդ տարի կփորձենք ներկայացնել։ Դուք ֆիշինգի մասին էլ նշեցիք, մինչև միջազգային համագործակցությունը ասեմ, որ խնդիրը մեզ համար միայն այդ բողոքներից եւ ցույցերից չի, որ պարզ է նաեւ քաղաքացիներից օր չկա, որ ես ինքս տասնյակ դիմումներ չստանամ այս ֆիշինգի հետ կապված, ու մենք մի հատ շատ կարճ ու արագ տնային աշխատանք արեցինք հասկանալու համար, թե արդյոք բոլոր բանկերում է այս խնդիրը։ Եվ տեսանք, որ կան բանկեր, որոնք լավ ուժեղ անվտանգության համակարգեր ունեն, եւ կան բանկեր, որոնք չունեն։
Եվ ես այս տարի արդեն միջնորդագիր ուղարկեցի կենտրոնական բանկ, խնդրելով բանկերի միության կամ այլ համապատասխան մարմնի միջոցով քննարկում ունենալ կոնկրետ բանկերի հետ, որոնք այդ անվտանգության ռեժիմները չունեին մեկ, եւ երկրորդը շատ մեծ համար անհասկանալի ալգորիթմներ էր դրված բանկերի on-line սպասարկման տիրույթում։ Օրինակ անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկի տրամադրումը, դիցուք, $500,000 դրամ, բայց on-line 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Եվ այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է on-line banking-ի հիմքում, ուրեմն շատ ցածր շեմ ունի։ Եվ մենք կոնկրետ բանկեր առանձնացրեցինք, որոնք որ ամենահաճախն էին հանդիպում, եւ մենք խնդիրը ինչ որ չափով տեսնում ենք նաեւ այս անվտանգության համակարգերի մեջ, եւ կենտրոնական բանկի նախագահի հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ համատեղ աշխատանքային ձևաչափով դատախազությունը եւ բանկային համակարգը կփորձենք արագ այս խնդիրը լուծել եւ բացի այդ այնտեղ ուրիշ խնդիրներ կարտիկին Մինասյան շատ փոքր թվացող, բայց շատ որոշիչ։ Օրինակ անձը ստացել է ծանուցում, որ իր հաշվի հետ որոշակի գործողություններ են անում անգլերեն։ Բնականաբար ոչ բոլորն են կարդում անգլերեն կամ ունենք բանկեր, որոնք ցանկացած բանկային գործառնությունից առաջ մի հատ քաղաքացուն հեռախոսով անհանգստացնում են, ասում են դուք եք ձեր բանկային հաշվից որևէ փոխանցում անում եւ դա լուրջ կանխարգելիչ նշանակություններ ունեցել։ Դա ընդամենը 1 կամ 2, ինչպես նույնիսկ եթե ինքնակամ են տրամադրում, վերջնական գործառնությունները բանկի միջոցով է տեղի ունենում։ Եվ այս պարագայում բանկը կարող է նույնիսկ եթե այդ դարձերեսին արկա այդ եռանիշ թիվը կա, բանկը տեսնում է, որ տարիներ շարունակ հաշվեհամարից որևէ շարժ չկա, կամ այդ հաշվեհամարում այդքան գումար չկա, բայց այդ հաշվեհամարին գումար է նստում եւ հետո տեղափոխվում, հա։ Բանկը տեսնում է ներողություն տեսնում այդ գործառնությունը եւ եթե ունի անվտանգության մի քիչ ավելի պաշտպանված համակարգ, ինքը կարողանում է կանխի։ Սա ձեզ չեմ ասում տեսական ինչ որ վերլուծություն, ես ասում եմ կոնկրետ բանկային գործառնությունների համեմատականի արդյունք եւ կան բանկեր, որոնք այո, ավելի քիչ է այնտեղ այս տեսակ ֆիշինգները, որովհետեւ ունեն աշխատակիցներ, որոնք հեռախոսազանգով են տեղեկացնում, հայերենով են ծանուցումները, ավելի խիստ համակարգեր ունեն, կարող է մի քիչ ավելի շատ անհարմարություններ պատճառում դա բանկից օգտվողին, բայց ապահովում է հնարավոր այդ զերծարարությունների զոհ չդառնալ եւ ունենք բանկեր, որոնք լրիվ այս առումով լոյալ են եւ որոշակի հետագից չեն ապահովում։ Մենք այս առումով արդեն զանգ ենք խփել եւ ասում ենք, որ այստեղ աշխատանք պետք է արվի եւ փոխվի ձևաչափը ու ունենք իրավիճակներ, որ մեր կարծիքով ալգորիթմը ճիշտ չի դրված այդ IT համակարգի, որը սպասարկում է on-line banking-ը, որովհետեւ չի կարող մարդը գնա իր դեմքով իրեն ասեն, չէ։ Մեկ ուրիշը այդ նույն մարդու անձնագրային տվյալներով on-line 6 անգամ շատ վարկ ստանա։ Այս իրավիճակները հիմա էլ գտնվում են մեր ուշադրության ներքո եւ այստեղ մենք բանկերի հետ նաև ձևաչափ ենք մշակում մինիմալացնելու այն վնասները, որոնք որ կոնկրետ ֆիզիկական անձանց կպատճառվեն, դեռ աշխատանքի ընթացքի մեջ է Տիկին Մինասյան, այնպես որ կարծում եմ դեռ սրանով ասելիք կունենանք։ Ինչ վերաբերում է միջազգային համագործակցությանը, շատ կարճ ասեմ, որ այո, մենք ունենք մեկ կոնկրետ դեպք, դրա մասին նույնիսկ հրապարակել ենք, ոչ միայն մենք, այլև ամերիկյան կողմը, նույն նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի Ամերիկայում գտնվող տան վաճառքի հետ կապված, որի ամերիկյան կողմը նշեց, թե որ մասն է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, որպես Հայաստանի Հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվ։ Այդ որպես հաջողության պատմություն ունենք, ըստ էության իրավական մասը դե միշտ այդպես է, որովհետև եթե իրավապահ համակարգը աշխատում է եւ այստեղ եւ այնտեղ, կան որոշակի ծախսեր, որոնք այդ իրավապահ համակարգը այն երկրի, որտեղ որ իրականացվում են այդ գործողությունները, պետք է իր ծախսերի փոխհատուցումը ստանա։ Կոնկրետ դեպքում 80-20 հարաբերակցություն է, մեծ թիվ չի, նույնիսկ 85-15 հարաբերակցություն է, այսպես ասեմ, բայց այստեղ էլի մենք էլ ունենք որոշակի ջենտլմենական պայմանավորվածություններ, մենք չենք որոշում մյուս կողմի փոխարեն, դա թողնում ենք մյուս կողմի մոտեցումներին, թե ինչ գնահատում կիրականացնի իր կողմից կատարված աշխատանքի եւ ինչ ծավալ կորոշի վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Ունենք մի շարք ընթացիկ գույքեր, որոնց մասին բնականաբար բարձր չեմ ասի, որովհետեւ այդ գույքերը եւս գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս եւ այս պահին այդ երկրներում սառեցնելու, արգելադրելու եւ դրանից բխող հաջորդիվ գործողություններն իրականացնելու գործընթացների մեջ ենք։ Նաև Եվրոջաստն է մեզ շատ օգնում, գիտեք անցյալ տարի վավերացրեցինք, այս տարի արդեն
կառավարության որոշման նախագիծն ենք շրջանառել լիազոր դատախազ ուղարկելու, բայց նույնիսկ լիազոր դատախազի բացակայության պայմաններում ձևավորված շատ գործընկերային հարաբերությունների հիման վրա շատ արագ րոպեների հաշվարկով ենք կարողանում տեղեկատվություն փոխանցել եւ տեղեկատվություն ստանալ գույքի առկայության, անձի առկայության, սահմանը հատելու եւ մյուս բոլոր տվյալների վերաբերյալ։ Այնպես որ այս առումով այս տարի էլ ենք անելու Տիկին Մինասյան, մենք ամեն տարի միջազգային կոնֆերանսներ ենք հրավիրում Երևանում, այստեղ երկու նպատակ ենք հետապնդում, առաջինը նախ մեր երկրի եւ մեր իրավական համակարգի մասին խոսելու, երկրորդը այդ նեթվորքինգը անելու, կապեր ստեղծելու, որպեսզի մյուս կողմերը, մեր գործընկերները, ովքեր պետք է մեր խնդրանքների հիման վրա գործողություն իրականացնեն, տարական մեզ վստահ լինեն, որ այն տեղեկատվությունը, որը մենք իրենք փոխանցում են մեզ, կամ այն աշխատանքը, որը իրենք անում են իրենց երկրում, մենք չենք ներողություն փոշիացնի։ Ոստի այս հետևողականը ու մենք շարունակաբար անում ենք, շատ լավ գործընկերային հարաբերություններ ունենք Իտալիայի հետ, առաջիկայում նաև փոխըմբռնման հուշագիր կստորագրենք զինդատախազությունների բլոկով, Ավստրիայի հետ ունենք, Շվեյցարիայի հետ ունենք, Շվեյցարիան բանկային գաղտնիք տրամադրում եւ շատ գործընկերային ու շատ արագ, Հունաստանի հետ ունենք աշխատանքային ձևաչափ, վերջերս սառուցահալվում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Միացյալ Նահանգների հետ, ու սենց կարող եմ դեռ շատ թվարկել, այսքանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։